այդ շարժումը մենք ենք մեր ձևովը չի միայն, դա մի հատվածն է այդ շարժումը սկսվել է նրանից, որ նրանք հայտարարել են, որ դեմ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշմանը, դեմ են Հայաստանում ընդունված հատուկ օրենքին եվրոինտեգրացիայի մասին։ Նրանք ունեն հատուկ հայտարարություն, որ մենք վերականգնում ենք ինքնիշխանությունը առանց ճակերտների եւ մերժում ենք եվրոինտեգրացիան, Հայաստանը վերադարձնում ենք Սերժ Սարգսյանի ձեռքով, հայտարարությունով, քվեարկությունով, Սերժ Սարգսյանի թիմի, այսինքն հանրապետական կուսակցության տարած իգ, ռուսերեն իգ են ասում դրան, չէ՞։ Շատ լավ, իրավունք ունեն որպես քաղաքական կուսակցություն, քաղաքացի, Հայաստանը ազատ երկիր է։ Այո, բարեբախտաբար Հայաստանը բավական լուրջ ազատությունների երկիր է։ Տեսեք, այսինքն երբ որ ասում են մեր ձևով, պետք է հասկանալ, որ այդ ձևի մի մասը, լուրջ մասը, դա իրենց հայտարարությունն է, որ ուզում են շուռ տալ Հայաստանը դեպի Ասիա, կտրել Եվրոպայից, կտրել զարգացումից, հաջորդը մեր ձևով ասելուց առաջ նա հայտարարել է, որ ինքը համերաշխում է այն շարժման հետ, այդ հոգևորականների շարժման հետ, արքեպիսկոպոսների, որոնք կոչ էին անում ոչ դեմոկրատական Հայաստանի Հանրապետությունում օրենքից դուրս հայտարարված ձևով, ռազմական հեղաշրջումով, այսինքն բռնություն գործադրելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել կրոնապետություն օրինակ, Հայաստանի Հանրապետությունը միացնել Եվրազական միությանը, Տաջիկստանին, Ղազախստանին, այդ մարդիկ հայտարարել են, նրանք հատուկ ծրագիր են ունեցել գործողությունների, տեսեք, դուք հիմա ինձ հանգարց չասեք խոսքի ազատություն, նրանք հատուկ ծրագիր են ունեցել գործողությունների, նախապատրաստել են, նյութական մաս է եղել, զենք, զինամթերք, դիրքեր, կարևոր չի, մենք խոսում ենք հայտարարությունների մասին, դատարանը թող ապացուցի, դատարանը թող ներողություն խնդրի, մենք էլ ներողություն խնդրենք, եթե պարզվի, որ մեր արդարադատության համակարգը սխալվել է, լավ է գեներալներին կոչ անելը զենքի ուժով, իշխանափոխություն կազմակերպելը, եթե դատարան ասի, որ դա լավ բան է, դա ճիշտ է, ես այդ ժամանակ զենք կվերցնեմ ու այդ դատարանը նույնպես զինաթափ կանեմ, եթե կարելի է տերտերներին, եթե կարելի է, ուրեմն ինձ էլ է կարելի, ձեզ էլ եւ մեր ունկնդիրների նույնպես կարելի է զենքի ուժով իշխանություն վերցնելը բոլշևիկյան ձևով, ուրեմն Սամվել Կարապետյանի հայտարարությունը այդ շարքի մեջ է մեր ձևովը նշանակում է այդ շարքից մեկը, հիմա զարմանալի չի, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները թույլ են տալիս, որ այդպիսի քաղաքական հայտ ներկայացվի, զարմանալի է, մարդն ասում է ոչ թե դեմոկրատական, ոչ թե ընտրությունների միջոցով, ոչ թե օրենքով սահմանված ստորագրահավաքի միջոցով, հետ կանչի ինստիտուտների միջոցով, կամ քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանափոխություն կազմակերպել, այլ մեր ձևով, այսինքն զենքի ուժով, տերորով, իրենք հայտարարել են, որ սա հաբեկչություն է, մենք վախացնենք մեր քաղաքացիներին, հիմա Սամվել Կարապետյանի մեր ձևով կազմակերպությունը ոնց կարող է Հայաստանում գործել, ես դատապարտում եմ, մեղադրում եմ Հայաստանի Հանրապետության իշխանություններին, որ թույլ են տալիս, որ մեր երկիրը քաոսի վերածեն, որ այդպիսի օրակարգ լինի մեր երկրում, հոգևորականները,
որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունեն կարծիք հայտնելու հասարակական քաղաքական կազմակերպություններին աջակցելու, մասնակցելու որպես անհատ։ Որպես քաղաքացի նրանք քաղաքացու իրավունքներից օգտվելու իրավունք ունեն, բայց որպես հոգևորական Հայաստանի Հանրապետության օրենքներով գրանցված կրոնական կազմակերպության ղեկավարներ նրանք իրավունք չունեն իրենց կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված իրենց ծրագրում գրված չի, որ որպես եկեղեցի, որպես կազմակերպություն, արքեպիսկոպոս, դա ուսադիր է, ճիշտ այնպես, ինչպես գեներալը, զինվորական, նա որպես գեներալը, որպես քաղաքացի իրավունք ունի համակրելու, ընտրություններին մասնակցելու, ընտրվելու իրավունք ունի, բայց որպես անհատ քաղաքացի, բայց հենց որ գեներալի ուսադիրներով գալիս է ասում է մենք մեր բանակը, ինքը դրա իրավունքը չունի, նա խախտում է։ Հասկանալի է եւ այստեղ իմ մոտ էլի հարց է առաջանում այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը որ գնում է կարգալուց հոգևորականների պատարագին ինքը որպես վարչապետ է գնում թե որպես հասարակ քաղաքացի վարչապետը գեներալը հոգևորականը ինչ էլ որ անեն ինչքան էլ ծպտվեն մենք գիտենք որ վարչապետն է բոլոր դեպքերում գիտենք որ գեներալ հետևաբար այդ տարբեր սկզբունքներ կիրառել է երկակի ստանդարտ։ Ես տարբեր չէ, ես ասում եմ որ բոլորին է վերաբերում։ Հետո եթե կարգալուց արվածը իրավունք ունի շարունակելու իր գործունեությունը, այդ դեպքում դա նույնպես պետք է բոլորի վրա տարածվի։ Ով ինչ ուզի պետք է անի, ես կարծում եմ որ հարկավոր է կասեցնել դա, դատարան դիմեք ձեր, այսինքն կրոնական կազմակերպության մեր առաքելական սուրբ եկեղեցու կանոններով հարկավոր է այդ հարցը լուծել, դիմել Հայաստանի Հանրապետության իշխանությանը, դիմել, որը պարտավոր է ապահովել կազմակերպության, կրոնական կազմակերպության գործունեության ազատությունը, այդ մարդիկ, որ հեռացվել են աշխատանքից, պաշտոնից, չէ, նրանք նույնպես պետք է արվեն Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենքներով։ Ես կարծում եմ, որ նա իրավունք ունի հոգևոր ծառայություն կատարելու ըստ քրիստոնեության։ Սուրբ Գիրքն ասում է որտեղ որ իմ անունը տվեցիք, ես այնտեղ կամ։ Նա կարող է իրենց տաննել, դուք գիտեք որ մենք ունենք կրոնական կազմակերպություններ, որ տաճարներ չունեն։ Իրենց բնակավարաններում են անցկացնում իրենց հավաքույթները ու մենք չենք արգելում, ոչ էլ համարում ենք բնական է, մարդիկ այդպես են ուզում, չէ՞։ Նա էլ կարող է դա անել, բայց այդ գույքը ում է պատկանում եկեղեցին։ Գույքը, դա գույքի զավթում է թե չէ։ Եթե հեռացված է ինքը այդ աշխատատեղից, աշխատատեղը մնում է, չէ, սեփականատիրոջն է, ես կարծում եմ, որ դա հարկավոր է լուծել, նորից եմ ասում, օրենքով, դա նշանակում է զոռբայություն, նրանք էլ են զոռբայություն անում, մերոնք էլ, աշխարհիկներս էլ են զոռբայություն, ես կարծում եմ, որ պետք է լուծվի օրենքով, արդարադատության համակարգը պետք է աշխատի, կարգալուց արված հոգևորականը պետք է պաշտպանված լինի իրավունքների տեսակետից, ուրեմն դա պետք է լուծվի, իսկ ես թույլ տվեք Սամվել Կարապետյանի հարցը գիզատ մնաց, այսինքն միանալով Սամվել Կարապետյանը այդ արդեն մեղադրանք կասկածյալներին, հա տենց ասենք, կասկածյալներին ահաբեկչության և զինված հեղաշրջման մեկի վերաբերյալ նույնիսկ դատավճիռ կա։ Մի հոգի նույնիսկ դատավճիռ ունի, այսինքն մենք ավելի ազատ կարող ենք խոսել։ Ուրեմն ինքը միացել է նրանց, այսինքն մեր ձևով նշանակում է հենց այն ձևով, որ արքեպիսկոպոսներն են ասում։ Ուրեմն այդ ձևը մեր օրենքներով արգելված է։
Հաջորդը, ուրեմն խոսքի ազատության իմաստով խոսքի ազատությունը սահմանափակելը սխալ է, օրենքի խախտում է, հանցագործություն է մեր երկրում։ Խոսքի ազատությունը սահմանափակելը։ Եթե խոսքի ազատությունը ատելության քարոզչություն չի, տեսեք, ատելության քարոզչություն, ես ասում եմ, որ Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժման այդ երթը ատելություն է քարոզում հայկական ինքնիշխանության դեմ, հայկական պետության ինքնիշխանության դեմ, ուրեմն խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել, երբ որ դա ատելություն է քարոզում, թշնամություն է քարոզում։ Հիմա ես անձնական բան ասեմ, Սամվել Կարապետյանը հիմա գտնվում է անազատության մեջ, դատարանի որոշումով, չէ։ Ես այդ որոշումը արձանագրել եմ ձեր գործընկերոջ մոտ, ասել եմ, որ Սամվել Կարապետյանը ուրեմն կոչ է արել եւ այլը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանված լինի։ Հիմա ձեր հարցին եմ միայն ժամանակ պատասխանում։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը չի կորցնում իր վարկը որպես ժողովրդավարական երկիր։ Եթե իմ ասածով գնանք, եթե խստացնում ենք, ես կարծում եմ, որ չի կորցնի, որովհետև եթե ատելության քարոզչությունը մեր մոտ արգելվում է, դա նույնպես ժողովրդավարության ամրապնդում է նշանակում։ Սամվել Կարապետյանը եւ իրենց ձևովները, նրանք ատելություն են քարոզում ժողովրդավարության դեմ եւ անկախության դեմ, ինչպես նաեւ խղճի ազատության դեմ, երբ առանձնացնում են մեր առաքելական սուրբ եկեղեցին արտոնյալ են դարձնում, մյուսները նույնպես ազատ գործելու իրավունք ունեն, իրանք արտոներություն են տալիս մեր եկեղեցուն, որը սխալ է, չի կարելի արտոնյալ ունենալ, հենց արտոնյալ դարձավ, դա բերում է դեգրադացիայի, այլասերման, որի մենք իմիջիալոց ականատես ենք այլասերման, ուրեմն խոսքի ազատությունը պետք է պաշտպանված լինի, օրինակ իմ խոսքի ազատությունը Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված չի, ես կրկնել եմ դատախազի հայտարարությունը եւ դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի մասին, Սամվել Կարապետյանը ինձ դատի է տվել եւ դատարանը ընդունել է, դուք պատկերացնում եք, դատարանը, որ ասենք չի հարգել դատավորը խոսքի ազատության իրավունքը չիմանալու պատճառով, լավ չիմանալու պատճառով իրավունքը, բայց որ ինքը չի հարգում իր գործընկերոջ դատավորի կարգավիճակը, չէ որ դատավորը Սամվել Կարապետյանին, ինչ որ ես ասում եմ, դրա պատճառով զրկել է ազատությունից, բայց դրան էլ չես հարգում, դուք իրար մեջ էլ, այդ որ տերտերներն են իրար հայհոյում, ես դատավորներն էլ, եւ երրորդը գիտեք ինչ է ուզում Սամվել Կարապետյանը ինձանից, 6000 ամսվա թոշակը իմ, նախ եթե ինքը այդպիսի կապ ունի Աստծու հետ, ես համաձայն եմ 6000 շեստիսիչ, 6000 ամիս եթե ես պետք է ապրեմ, ես իմ թոշակը կտամ, ես ուրիշ եկամուտ չունեմ, ուրիշ բան չունեմ աղբյուր, ուրեմն թոշակով եմ ապրում, եթե ինքը իմ 6000 ամսվա թոշակը ուզում է, դատավորը դա հիմք է ընդունել, որ քննարկի ինձ էլ հրավիրել են Ստեփանավան, ոչ թե Երևանում եմ ես դատվելու որպես երևանցի, այլ Ստեփանավան, իրենց կոլխոզին մոտ, այնտեղ կա Ղալաքիլիսա կոլխոզ ա եղել, Սարգսյանները ընդեղից են, ուրեմն խոսքի ազատությունը, օրինակ մեր դատարանը չի պաշտպանում, պետք է ազատ լինենք, մենք մեր կարծիք եթե կոչ չենք անում զինված ուժերին իշխանափոխություն կազմակերպել, եթե տերորի կոչ չենք անում, եթե ատելություն չենք քարոզում, մեր խոսքը չպետք է սահմանափակվի, Սամվել Կարապետյանը օրինակ իմ օրինակով սահմանափակում է խոսքի ազատությունը, դա համար ասում եմ, դատարանը պետք է ինձ պաշտպանի, արդարադատության համակարգը իմ խոսքի իրավունքը պետք է պաշտպանի,